Բոլորս էլ կյանքի ճանապարհին հանդիպում ենք տարատեսակ մարդկանց, ընդ որում կարող ենք նկատել, որ նրանցից ոմանց հետ շատ խորը, որոշակի բարդ կապերով են կապված։ Ինչ որ մարդկանց նկատմամբ ինչ որ յուրահատուկ ապրումներ, զգացմունքներ ենք ունենում, ինչ որ մարդիկ ընդհակառակը իրանցից ճնշվում ենք, լարվում ենք, ինչ որ ցավ է գալիս մեր կյանք, որոշ մարդկանց հետ կարող ենք նկատել, որ շատ sense խճճված կապերով են կապված, հա, հաճախ երբեմն նույնիսկ կարող եք նկատել, որ հանդիպում ենք ինչ որ մարդու ու նստը տպավորություն կա, որ իր հետ նախկինում նույնպես հանդիպած ենք եղել, հա, այդքան խորը կապ ենք զգում հենց ամենասկզբից, վիդեոյի վերջում կասեմ, թե դա ինչի հետ է կապված այդ զգացումը, որտեղ այդ իսկապես իրական զգացում է ու այդ նշանակում է, որ մենք նախկինում այդ մարդու հետ հանդիպած ենք եղել, ու շատ կարևոր է հաշվի առնել, որ այդ բոլոր մարդիկ, ովքեր որ հայտնվում են մեր կյանքում, իրանք պատահական չեն հայտնվում։ Մարդկանց հանդիպացնում ու բաժանում է ճակատագիրը կամ կարմա կոչվածը, ովքեր որ ծանոթ չեն, թե ինչ նշանակում կարմա, իմ ալիքում կա վիդեո այդ մասին կամ վիդեոներ, խորհուրդ եմ տալիս անպայման լսել ու ծանոթանալ, ու այն մարդիկ, ում որ մենք հանդիպում ենք, մասնավորապես այն մարդիկ, ում հետ որ մենք ինչ որ խորը, խճճված, բարդ կապ ենք զգում, այդ մարդիկ իրականում մեր կարմայի արտահայտումն են։ Ինչ է դա նշանակում։ Առաջինը այդ նշանակում է, որ այդ մարդկանց միջոցով մենք պետքա որոշակի ցավ կամ երջանկություն ապրենք, ու իրականում այդ ցավը կամ այդ երջանկությունը, որով որ մենք ապրում ենք այս կամ այն մարդու հետ հարաբերություններում, իրականում այդտեղ այդ մարդը ընդհանրապես մեղավոր չի, այդ մեր ճակատագիրն է, մեր կարմանա, որի միջով որ մենք պետք է անցնենք, այդ մարդը ընդհանրապես տվյալ դեպքում գործիք է։ Հիշում եմ իմ ուսուցիչներից մեկը ասում էր, որ մի ջղայնացեք ձեր կարմայի գործիքի վրա։ Իմաստուն մարդը ինչ որ մի բան, երբ որ հասկանում ենք, թե կարման ճակատագիրը ոնց է աշխատում, հասկանում ենք, որ իրականում մարդիկ իրանք ընդհանրապես գործիքներ են ճակատագրի կարմայի ձեռքերում, ու իրականում մարդիկ չեն, որ մեղավոր են մեր կյանքում եղած կամ այն իրավիճակի կամ իրադարձության հետ։ Իհարկե իրանք ինչ որ մեղքի բաժին ունեն ոչ թե այն մասով, թե այդ բանը իմ հետ չպետք է լիներ, բայց իր պատճառով եղավ։ Իրանք ուղղակի մեղավոր են, որ իրանք են այդ գործիքի դերում հայտնվել, բայց այդ արդեն իրանք գործն է, իրանք կարման է։ Եթե չլիներ տվյալ մարդը, իր փոխարեն լինելու էր մեկ ուրիշ մարդ, ով որ մեր կարմայի այդ մեսիջը մեզ բերելու էր հասցնել, իրականում այսպեսի մի համեմատություն ա բերվում, պատկերացրեք, երբ որ փոստատարը ձեզ փոստից ինչ որ ծրար ա բերում տալիս, ու դուք այդ ծրարը բացում եք, մեջը ինչ որ վատ նորություն եք կարդում, կամ ընդհակառակը ինչ որ կտակ ա մեջը, որ ձեզ ինչ որ հարստություն են կտակել, դուք դրա համար չեք ջղայնանում փոստատարի վրա կամ իրան շնորհակալություն չեք հայտնում, ինքը չի այդ կտակողը, ինքը ուղղակի ձեզ այդ մեսիջը բերում հասցնում է։ Հենց այդպես էլ մարդիկ իրականում մեզ բերում են այն ինչ որ մեզ պետքա ճակատագրով գար, ու մարդիկ իրականում ստեղ ուղակի գործիքներ են։ Իհարկե կարող էր այնպես լինել, որ այդ գործիքի դերում չհայտնվեր այդ մարդը, այլ հայտնվեր ինչ որ ուրիշ մարդ, բայց նորից եմ ասում, այդ արդեն տեխնիկական դետալներ են։ Սկզբունքը կայանում է նրանում, ամենակարևորը մեր համար կայանում է նրանում, որ պետքա միշտ հիշենք, որ այն ցավը ու այն երջանկությունը, որ մարդու հետ հարաբերություններում ապրում ենք, կամ մարդու պատճառով ապրում ենք, իրականում այդ մեր կարմայի արտահայտումն է, ու մարդիկ ինքնին ստեղ այդքան էլ շատ բան չեն որոշում։ Դրա համար գիտակից իմաստուն մարդիկ կարող նկատեք, որ իրանք երբեք չեն նեղանում մարդկանցից, երբեք չեն չարանում մարդկանց վրա, ինչի որովհետև հասկանում են, որ մարդիկ իրանք ընդհանրապես գործիքներ են ճակատագրի կամ կարմայի ձեռքերում։ Ու եւս մի կարևոր բան, ինչա դա նշանակում, որ մարդիկ մեր կարմայի արտահայտումն են իրականում, այդ այն նշանակում է, որ մարդկանց հետ հարաբերություններում մենք երբեմն շատ խորը դասեր ունենք անցնելու, որովհետև կարմայի օրենքը ինքը ինչ է, ինչի մասին է, ընդհանրապես դասեր անցնելու մասին է։ Կարմայի օրենքը այդ որոշակի դպրոցի է վերածում մեր կյանքը, ու հենց այդպես էլ եթե հասկանում ենք, որ մարդը իմ կարմայի արտահայտումն է, հասկանում ենք նաև, որ այդ մարդու հետ մենք ունենք որոշակի դասեր անցնելու այդ մարդու հետ հարաբերություններում, ու նույնպես դրան շատ առողջ ենք նայում ու սկսում ենք վերլուծել, թե տվյալ մարդու հետ եթե ինչ որ բարդ իրավիճակ է ստեղծվում, ինչ դաս կա դրա տակ թաքնված, ու կարող ենք նկատել, որ ինչի է մարդկանց հետ երբեմն կրկնվող սցենարներ տեղ ունենում։ Օրինակ, ինչ որտեղ աշխատանքի անցնում, ինչ որ գործատուի հետ հարաբերություններ կան, այդտեղ ինչ որ խնդիր կա, դուրս է գալիս ուրիշ տեղ մտնում, էլի նույն խնդիրն է, ու անընդհատ այդ սցենարը կրկնվում է, կամ հակառակ սեռերի միջև հարաբերություններում տղամարդու ու կնոջ հարաբերություններում կարող եք նկատել, որ մարդը ինչ որ հարաբերությունների մեջ է, ինչ որ խնդիր կա, հետո դուրս է, օրինակ իրան դավաճանում են, հետո դուրս է գալիս ուրիշ հարաբերություններ, էլի նույն բանը տեղի ունենում։ Ինչի, որովհետև ինչ որ խորը ասպեկտում այդ դասը չեն կանցել, ու կարա փոստատարը փոխվի, կարա մարդը դիմացի փոխվի, բայց եթե մենք այդ դասը կարմայով չենք կանցել, ում հետ էլ որ, ավելի ճիշտ ոչ թե ում հետ էլ որ, այլ անընդհատ մեր կյանք սս մագնիսի նման քաշելու ենք ինչ որ մարդու, ով որ այդ նույն մեսիջը մեզ կբերի։
Դե համար շատ կարևոր է հարաբերությունները այդպես վերլուծել ու փորձել ավելի խորը տեսնել ինչ-որ բաների պատճառները, ոչ թե փոխել փոստատարին, այլ փոխել ավելի խորը պրոգրամաներ, որ մեր մեջ նստած են։ Եվս մի կարևոր բան ասեմ, որ հաճախ լինում է, որ Կարմա Աստվածը ինքը իրական երբեմն նույնիսկ նախորդ կյանքերից է գալիս ու երբեմն լինում է, որ ինչ-որ մարդու հետ մենք հանդիպում ենք ու իր հետ մենք հանդիպած ենք եղել նախորդ կյանքերում։ Երբ որ ինչ-որ մարդկանց մեջ շատ խորը կապվածություն է լինում, ինչ-որ չպարզած հաշիվներ են լինում, ինչ-որ չանցած դասեր են լինում, այդ մարդիկ հաջորդ կյանքում, նույնիսկ հաջորդ կյանքերում իրար հետ նորից են հանդիպում, ճակատագիրը հենց այդպես է որոշում, թե ում հանդիպացնի իրար հետ ու երբեմն այդպիսի սցենարը տեղ ունենում, որ մարդիկ նախկինում իրար հանդիպած են եղել, այդ կարող լինի այս կյանքում, կարող լինի նախորդ կյանքերում։ Մենք կարող է գիտակցաբար չհիշենք ու սովորաբար չենք հիշում։ Գիտակցաբար այն մարդկանց, ում հետ մենք նախկին կյանքերում ինչ-որ ոնց որ չփակած հաշիվներ ենք ունեցել, բայց ենթագիտակցական ինչ-որ մակարդակում, երբ որ տեսնում ենք այդ մարդուն, առնչվում ենք իր հետ ավտոմատ կերպով ենթագիտակցության ինչ-որ խորը կապ է ստեղծվում։ Դրա համար շատ կարևոր է հիշել այս իմաստությունը ու միշտ մեզ հիշեցնել, որ մարդիկ իրանք ուղակի իմ կարմայի արտահայտումն են ու ոչ թե չարանալ ինչ-որ մեկի վրա, ոչ թե նեղանալ ինչ-որ մեկից, ոչ թե մեղադրել ինչ-որ մեկին, այլ հասկանալ, որ այս մարդը ինքը ընդհանրապես ինձ իմ կարմայի մեսիջն է բերել ու այն ինչը որ ինքը իր մեջ կրում է, իրականում այդ էս ուղակի պետք է անցնեմ ու ինքը այդտեղ այդքան էլ մեղավոր չի, բացառությամբ որ ինքն այդ պոստատարի դերում հայտնվել, բայց տվյալ բանը իմ կյանք պետք է գար, եթե չլիներ այս մարդը, այդ բանը գալու էր ուրիշ մարդու միջոցով ու նաև շատ կարևոր է որ այդ խորը խճճված կապերի մեջ մենք փորձենք դուրս բերել դասը, ոչ թե փորձենք փոխել մարդուն, այլ փորձենք հասկանալ թե այդ իրավիճակը տվյալ մարդու հետ ինչ դաս է ինձ բերել ու ինչ խորը պրոգրամա կա, որը որ իմ մեջ պետք է փոխեմ, որպեսզի այդ կրկնվող սցենարից դուրս գամ։ Այդպես են վարվում իմաստուն մարդիկ, այդպես են վարվում հաղթողի հոգեբանություն ունեցող մարդիկ, ու այդ իրենց թույլ է տալի, որպեսզի այդ կարմայի, այդ խճճված կապերի գծիկը քանդեն։